Ներմեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր օրերքինս ես Սուրբ Եղիցի անուն քո եկես սե արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրից սած մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես երմեք թողուք մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզ իփորձություն այլ փրկյազ մեզ իչարե Զիքոյակայություն և զորություն և փառք Հավիտյանս Հավիտենից ամեն իմաստություն Հոր Հիսուս դուր ինձ իմաստություն ըսպարիս խորհել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ իչար խորհրդոց իբանից և իգործոց փրկյազիս և ողորմյակ քո արարածոց և ինձ բազմամենիս ամեն Ուրեմն պիտի կարտացվի ծննդոց գրքի առաջին ճնգի մեկից մինչև 31-րդ համարները լսենք։ Ոնց ուզում ես կարտալ, նստած քանի։ Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձրև ու անկազմ էր, խավար և տիրում անհունի վրա, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց. թող լույս լինի և լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը լավ է, և Աստված լույսը բաժանեց խավարից։ Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը կոչեց գիշեր։ Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ, որ առաջին։ Աստված ասաց. թող տարածություն առաջանա ջրերի միջև, և ջրերը թող բաժանվեն ջրերից։ Եվ եղավ այդպես։ Աստված ստեղծեց տարածությունը, որով Աստված տարածություն ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածության վրա եղած ջրերից։ Աստված տարածությունը կոչեց երկինք, Աստված տեսավ, որ լավ է, և եղավ երեկո, և եղավ առավոտ, օր երկրորդ։ Աստված ասաց. թող երկնքի տակ գտնվող ջրերը հավաքվեն մի տեղ և երևայ ցամաքը, և եղավ այնպես երկնքի տակ ջրերը հավաքվեցին մի տեղ ու երևաց ցամաքը, Աստված ցամաքը կոչեց երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց ծով։ Աստված տեսավ, որ լավ է, Աստված ասաց. թող երկիրը և իր ետեսակի ու իր նմանության սերմը պարունակող դալար բույս և իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող իր տեսակի միր տվող պտղաբեր ծառեր աճեցին երկրի վրա, և եղավ այդպես։ Հողը ամբողջ երկրի վրա էր ցանելու սերմը իր մեջ պարունակող դալար բույս և իր տեսակի սերմը իր մեջ պարունակող միր տվող ծառ աճեցրեց։ Աստված տեսավ, որ լավ է, և եղավ երեկո, և եղավ առավոտ, օր երրորդ։ Աստված ասաց. թող լուսատուներ լինեն երկնքի տարածության մեջ, որպես լուսավորեն երկիրը և իրենց բաժանեն ցերեկ ու գիշեր։ Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան տարվա եղանակները, տոնական օրերն ու տարիները։ Թող լինեն ծագեն երկնքի տարածության մեջ երկիրը լուսավորելու համար, և եղավ այդպես։ Աստված ստեղծեց երկու մեծ լուսատուներ, մեծ լուսատուն ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն գիշերն իշխելու համար, ինչպես նաև աստղեր։ Աստված դրանք դրեց երկնքի տարածության մեջ երկիրը լուսավորելու համար, ինչպես նաև ցերեկվա ու գիշերվա վրա իշխելու և լույսն ու խավարը իրարից բաժանելու համար։ Աստված տեսավ, որ լավ է, և եղավ երեկո, և եղավ առավոտ, օր չորրորդ։ Աստված ասաց. թող ջրերն արտադրեն կենդանության շունչ ունեցող զեռուններ և երկրի վրա ու երկնքի տարածության մեջ թող թևավոր թռչուններ լինեն, և եղավ այդպես։ Աստված ստեղծեց խոշոր կետեր, կենդանության շունչ ունեցող ամեն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, և ամեն տեսակ թևավոր թռչուններ ըստ տեսակների։ Աստված տեսավ, որ լավ է, Աստված օրհնեց դրանց ու ասաց. աճեցեք, բազմացեք և լցրեք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա։ Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ, օր հինգերորդ։ Աստված ասաց. թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ և գազաններ իրենց տեսակներով, և եղավ այդպես։ Աստված ստեղծեց երկրի գազաններին իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով։ Աստված տեսավ, որ դրանք լավ են։ Աստված ասաց. մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների,
ողջ երկրի անասունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրան։ Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը, տիրեցեք դրան, իշխեցեք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Աստված ասաց. «Ահա ձեզ տվեցի ողջ երկրի վրա տարածված սերմանելի բոլոր բույսերի սերմերը եւ իրենց մեջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը, դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների, բոլոր կենդանների համար թող լինեն կեր»։ Եվ եղավ այդպես։ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է, եւ եղավ երեկո, եւ եղավ առավոտ, օր 6-րդ։ Ամեն։ 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 Ողջույն ձեզ, բարի երեկո, Աստվածաշունչի բարեկամներ, հավատագից եղբայրներ եւ քույրեր, ինչպես լսեցինք, Ծննդոց գիրքի առաջին գլխու առաջին համարից մինչև 31-րդ համարները կարդացվեցան։ Մեր այսօրվա հոգևոր զրույցի թեման արարչագործություն է, կամ ասենք ազո ստեղծագործությունը։ Առաջին հերթին, երբ որ մենք խոսում ենք Աստվածաշնչի մասին, գիտենք, որ Աստվածաշունչը բաղկանում է երկու մասերից՝ նոր հին գդագարան եւ նոր գդագարան։ Հին գդագարանի մասին, երբ խոսում ենք, ընդհանրապես երկու բառեր են կորզածվում՝ օրենք եւ մարգարեություն։ Երբ որ հավատամքի մեջ ասում ենք Սուրբ Հոգու ներգործության մասին, ասում ենք, որ խոսեցավ օրենս, մարգարես եւ ավետարանս, այս երեքը ամբողջ Աստվածաշունչն է, օրենքը եւ մարգարեությունը հին գդագարանն է, եւ որ կորզածում ենք օրենք բառը, առհասարակ հասկացվում է նոր գդագարանը, բայց եթե մի քիչ մանրամասնենք, օրենք բառով ընդհանրապես կարող ենք հասկանալ Աստվածաշունչի հին գդագարանի առաջին 5 գիրքերը՝ Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Թվոց, երկրորդ Օրինաց։ Հին ուխտի մեջ, երբ որ նայում ենք հին ուխտին, հիմնական 4 ենթաբաժանում կա։ Առաջինը օրենքն է, երկրորդը պատմություն է, երրորդը բանաստեղծական իմաստության գիրքերն են եւ չորրորդը մարգարեություններն են։ Ուրեմն հին գդագարանի գլխավոր 4 բաժինները՝ օրենք, պատմություն, իմաստության կամ բանաստեղծության գիրքերը եւ վերջապես մարգարեությունը։ Երբ որ խոսենք մարգարեության մասին, հիմնական 4 մարգարեներ կան՝ Եսայի, Երեմիա, Եզեկիել եւ Դանիել, որոնք կոչված են մեծ մարգարեներ, իսկ մյուս մարգարեները փոքր, մեծ կոչվում են երկու պատճառներով՝ Քրիստոսի մասին վկայություններ կան եւ երկու իրենց մարգարեություններու ծավալը ընդարձակ է։ Իսկ երբ որ խոսենք բանաստեղծական գիրքերի մասին, իմաստության, գրգին 5 գիրքեր են՝ Սամոսաց, Արագած, Ժողովողի, Երկերկոց եւ իմաստություն։ Ուրեմն 5 գիրքերը կոչվի Հոբի գիրքը եւ Հոբի գիրքը կոչվի իմաստության գիրք։ Ուրեմն Սամոսաց, Արագած, Ժողովողի, Երկերկոց, Հոբի, այսինքն կոչվում են բանաստեղծական եւ իմաստության գիրքերը։ Եվ հիմա որ խոսենք պատմության մասին, մենք ընդհանրապես պատմությունը, այսինքն Աստծո փրկության ծրագիրը եւ Աստծո վերաբերմունքը մարդկության նկատմամբ, երբ որ դալիս է խոստում, երբ որ գրվում է մարգարեներ, երբ որ հայտնում է վկայություններ Քրիստոսի անձի վերաբերյալ, մի խոսքով տեսնում ենք Աստծո հավատարմությունը մարդոց նկատմամբ, սերը, հայրական կուրկուրանքը, մյուս կողմից նկատում ենք մարդու աբերախտությունը, մեղքը, մեղքի պատճառով մեղքի եղած հետևանքները։ Ուրեմն դրա համար հաճախ ասվում է, որ Աստվածաշունչը նշանակում է Աստված եւ մարդ հարաբերության գիրքը, Աստծո սերը, հավատարմությունը եւ մարդուն հոգեվոր սայթակումը եւ բարոյական անգումը։ Հիմա մենք այսօր պիտի խոսենք Աստծո կամքով Ծննդոց գիրքի արարչագործության բաժնի մասին։ Նախքան խոսելը պետք է մի ամբողջ ձևով խոսենք Ծննդոց գիրքի մասին։ Մեկ Ծննդոց գիրքի հեղինակը Մովսես մարգարեն է։
հնկամադյանի, երբ որ Աստվածաշունչի մեջ հնկամադյան գսենք, գիտեք, 5 մադյան, 5 կիրքեր, այսին ծննդոց ելից ղևդացվոց թվոց երկրորդ օրինած, այս 5 մադյանների հեղինակը Մովսես մարգարեն է, որ Սուրբ Հոգի ներշնչումով ինքը սկսեց գրել։ Հարմարակույն անձն էր, որ դերը ընտրեց, հայտնեց ճշմարտություններ, որպեսզի գրի առնե որպես աստվածային հաստատ ճշմարտություններ։ Իսկ երբ որ խոսենք ծննդոց գիրքի մասին, Երանի մեր միտքը բահենք 5 կարևոր թեմքերի մասին։ Առաջինը Ադամ, երկրորդը Նոյ, երրորդը Աբրահամ, Իսահակ, Հակոբ եւ Հովսեփ։ Ուրեմն 6 թեմքեր կան, որոնք հիմնական թեմքերն են, որոնց մասին կապված է ծննդոց գրքի պատմությունը եւ ասում ենք Ադամ ինքը ստեղծագործության թակը բսակումն էր, որովհետեւ սուրբ վիճակի մեջ էր, Աստծո պատկերով ստեղծված էր եւ դրախտային երանական վիճակ կվայելեր։ Ուրեմն ինքը արդեն բարը ծննդոց ամեն ինչը ծնունդ ունի, չէ՞, ամեն ինչի սկիզբը ծնունդն է։ Ուրեմն ծննդոց գիրքը սկզբնավորության պատմություն է, ինչի կյանքի։ Երբ որ կյանք ասում ենք առաջին դողի մեջ արդեն ասում է ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Այսինքն Աստված ինքն է հեղինակը եւ սկզբնաղբյուրը բոլոր գոյությունների երկնքի մեջ եւ երկրի վրա։ Եվ այս ճշմարտությունը մենք վկայում ենք, թավանում ենք, խոստովանում ենք հավատամքի մասին։ Արարիչ ինչ ասում ենք, արարիչ երևելիած եւ աներևութից, արարիչ ամենայն մարդկան եւ եղելոց ասում ենք հավատով խոստովանի աղոթքի մեջ։ Ուրեմն տեսեք հավատանքն սկսում ենք Աստծո մասին մեր հավատքը արտահայտելով, հավատանք իմի Աստված իհարկե ամենակալ, հետո արարիչ երկնի եւ երկրի ոնց որ ծննդոց գիրքի ճշմարտությունը գտնում ենք դարբեր բանասեվով, արարիչ երկնի եւ երկրի երևելիած եւ աներևութից, աներևութիցը ոգեղեն աշխարհն է, հրեշտակները։ Հետևաբար կտեսնենք, որ Աստված ինքն է հեղինակը ստեղծագործության, որ չգոյությունից գոյություն բերեց ամեն ինչ։ Հիմա մարդկային դրամապանության վերլուծումով դա մեզ համար անհասկանալի անելուկ է, կարելի ասել անքննելի աստվածային խորհուրդ է, որով մարդ երբ որ մի բան ուզում է պատրաստել կամ սարքել, պետք ունի հում նյութերի, չէ՞։ Օրինակ հիմա այս սեղանը դախտակով սարքված է, դախտակ եկած է ծառից, ծառը հունդից, իսկ Աստված ստեղծել է իր խոսքով, որովհետև Սամոսի մեջ ասում ենք զինա ասաց եւ եղև հրամայած եւ հաստատեցան։ Այսինքն Աստված ըսավ եւ եղավ, հրամայեց եւ հաստատվեցավ։ Ուրեմն սա մարդկային մտքով հասկանալը մեզի համար դժվար է, բայց հավատքով կընկալ ենք։ Մտքով հավանաբար դրամապանելը հավանաբար չէ, հաստատ դժվար է, որովհետև մարդկային միտքը ունի սահմանափակումներ, ինչքան էլ մարդու միտքը լինի բայձար, երևակայությունը անսահման, մարդը ուղղակի հիացմունքով նայում է աստվածային ստեղծագործության։ Եվ դրա համար երբեմն երկյուղ բառը կա, չէ՞, երկյուղացություն բառը երբեմն մեկնաբանվում է հիացմունք բառով, որ մարդը Աստծո ստեղծագործության ականատես վկան լինելով հիացմունք ունենում է եւ այդ հիացմունքը ցեվով նաեւ երկյուղած հոգեվիճակ ունենալու ընթացքն է, կամ ասենք բարեպաշտական զգացում եւ դրա համար երկյուղը այստեղ դրական է, որովհետեւ մարդ Աստծո փառքին դիմաց զգում է, որ ինք փառքից զրկված է, մարդ Աստծո մեծության դիմաց զգում է իր փոքրությունը, մարդ Աստծո կարողականության անսահման ըլլալուն նկատմամբ նաև զգում է իր սահմանափակ ըլլալը եւ այդ վիճակը մարդու տալիս է երկյուղածության զգացումը, ինչ որ դրական զգացում է, նույնիսկ կարող ենք ասել բարեպաշտական հոգեվիճակ է մարդու ներաշխարհում եւ հոգու խորքում։ Ուրեմն Աստված ինքն է հեղինակը դիեզերքին, իսկ մարդիկ երբեմն ասում են Աստված ինչու ստեղծեց երկինքը, երկիրը իր ամբողջ լիությամբ, Գրիգոր Լուսավորի Սուրբը ասում է Աստված իր հորդարած սիրո մղումով ստեղծեց, այսինքն դրդաբաժարը մղիչ ուժը մեկ բարի Աստծո սերը։ Աստծո սերը բաժար եղավ, որ այս
աշխարհը կոյանա։ Դիեզերքը, երկնքի լուսադուները, հրեշտակները, մարդը, ուրեմն Աստված իր սերեն մղված ստեղծեց։ Եվ սուրբերը մեկը Գրիգոր Նազիանզացի ասում է, ով Տեր Աստված, դու պետք չունես իմ պաշտամունքին, ես պետք ունեմ քո դերությանը։ Դու պետք չունես իմ պաշտամունքի, բայց ես պետք ունեմ քո դերությանը։ Եվ մի բան Աստված ասել է, ով Տեր ինձ սիրեցիր նախքան իմ կոյանալ այս աշխարհում, երբ քո մտքի մեջ կապար էի եւ քո սրտի մեջ հաճություն էի։ Ուրեմն Աստված հաճեցավ իր սիրո ուղումով ստեղծել այս աշխարհը եւ մենք Աստծո ծանոթանալու միջոց ունենք ինչը արարչագործությունը, այսինքն Աստծո գործի ծանոթ կդառնանք արարչագործության ջանքով, որովհետեւ ընդհանրացած այս սույթը է, որ առաջին խորհրդավոր գիրքը որ գար բնությունն է։ Բնությունը ինք խորհրդավոր գիրք է եւ այդ բաց գիրքի պես մենք տեսնում ենք Աստծո աներևույթ ցերքի հբումները այս աշխարհում։ Աստծո աներևույթ ցերքի հբումները ներկայությունը այս աշխարհում։ Դրա համար Սամոս 8-ի մեջ ինչ ասում է, երբ տեսնեմ, ասում է, ով Տեր մեր Տեր ինչ փառավոր է քո անունը, որ քո փառքդ ասում է երկինքներեն վեր թրիր, մանգանց ու գանգեր դղայոց կողություն կատարեցիր ու թշնամիներուդ համար, ասում է, երբ տեսնեմ երկինքը քո մատների գործը, լուսինը եւ աստղերը որ դու հաստատեցիր։ Ուրեմն Սամոսի մեջ նաեւ կան բազմաթիվ վկայություններ, որ խոսում է արարչագործության մասին։ Օրինակ Սամոս 19-ն ասում է, երկինքը Աստծո փառքը կպատմեն։ Այսինքն որ դու այս երկինքը, այդ երկինքը լուր վկան է Աստծո փառքին, երկինքը իր լուսադուներով։ Եվ դրա համար Աստված ոչ միայն ստեղծիչ է, արարիչ է, այլև նախախնամող է։ Ինչ նշանակում է նախախնամող, ներդիրական եղող։ Այսինքն Աստված ստեղծում է, ոչ միայն ստեղծում է, այլ դիրություն է անում։ Այստեղ նաև շեշտվում է ինչի գաղափարը, Աստծո հայրական քութի, անհուն սիրո, ողորմածության, որ Աստված ստեղծում է հատուկ նպատակի համար։ Եվ դրա համար ամենավերջը, որը ստեղծեց Աստված, մարդուն ստեղծեց, չէ՞, եւ մարդուն պատվեց նախ որովհետեւ ստեղծեց պատկերով նմանությամբ, երկրորդ որովհետեւ մարդուն նաեւ արի տվեց, որ վայելի ստեղծագործության հրաշալի գեղեցկությունը։ Սա Աստուծուց մեծ գերազանց շնորհք էր եւ եզակի պատիվ էր եւ անբացատրելի օրհնություն էր դրված մարդուն, որ մարդը կարողանա վայելել այդ բնության հրաշալիքը, որ Աստծո ստեղծագործության շնորհիվ է որ կոյացավ։ Երբեմն մարդիկ հանգստանալու կգնան, այսպես մի քեեցիկ դեսարժան վայրում նկարում են մի վայր, չէ՞, չեն նկարում սեղանը ինչ կերել են, չեն նկարում ինչ հակել են, բայց նկարում են հրաշալի դեսարաններ, որ ցույց տալիս է Աստծո, ասենք, հրաշալիքը, Աստծո ստեղծագործությունը, եւ դրա համար, երբ որ նայում ենք Աստծո ստեղծագործության, ինքնին այդ ստեղծագործությունը լինում է լուր վկան Աստծո գադարած գործերին եւ մի հատկանշական բաժին կա ուշագրավ, ինչ ասում է ամեն մի համարի ավարտին եւ դեսավ ամեն ինչ լավ է։ Տեսեք ուրեմն ամեն ինչ լավն է, այսինքն ամեն ինչ բարի է, գեղեցիկ է, վայելուչ է, անդիր է, խորհրդավոր է, այդ լավ բարի մեջ արդեն ինքնին ցույց տալիս է Աստծո գործին բարերար աստեցությունը մարդկային կյանքի մեջ։ Սա առաջին բաժին էր, ուրեմն հիշվեցա, որ Մովսես մարգարեն Սուրբ Հոգու ներշնչումով գրեց, որովհետև Պետրոս Արաքյալի նամակի մեջ ասում է մարգարեությունները մարդկային մտքի ծնունդը չեն, այլ Աստծո Սուրբ Հոգի ուղումով էր, որ Աստծո մարդիկը խոսեցան։ Հիմա բոլորս մեղավոր ենք, նույնիսկ մարգարեները, բայց որ Սուրբ Հոգին առաջնորդում է, որ որոշ աստվածային ճշմարտություն քրի առնվի, այդ բահը լինում է անսխալական վիճակ, որովհետև Սուրբ Հոգին մղումով եւ ներգործությամբ է, որ այդ մեղավոր մարդը քրում է։ Ուրեմն Սուրբ Հոգին ներգործությունը գա, որովհետեւ այդ արցանակությունը լինի բավերական, հաստատ, ըստույգ, անխարտավ, հարազատ ճշմարտության համապատասխանող։
եւ Աստծո հայտնության արտահայտությունը լինի։ Ուրեմն իսկապես Աստծո արարչագործությունը մեզի համար զարմանալի խորհուրդ է, անբացատրելի խորհուրդ է եւ միաժամանակ մեզի ցույց տալիս է Աստծո փառքը, որ նաեւ հայտնվում է ստեղծագործության ջամփով։ Ուրեմն Աստված ստեղծիչ է եւ Աստված նաեւ նախախնամող է, որովհետեւ կանոններ հաստատել է, օրինակ քաշուական ուժը, կնության օրենքները, արեքագնային թուլությունը, սա մեզ համար զարմանալի իրավիճակներ են, որոնք նույն ռիթմով ներդաշնակությամբ շարունակվում է այդ օրենքը դարերը ի վեր եւ սա մարդկային փորձ չէ, այլ Աստծո փորձն է։ Հիմա գիտությունը եւ հավատքը, չէ՞, գիտությունը այս հարցերի մասին չի զբաղվում։ Գիտությունը խոսում է նյութի գոյության մասին, իսկ հավատքը խոսում է թրթաբաժարի մասին։ Իսկ այս դեպքում այդ նյութերեն աշխարհի գոյության թրթաբաժարը Աստված է, որ ստեղծել է։ Դրա համար Աստված նաև անբաժար բաժարն է բոլոր բաժարներին։ Այսպես մի հանելուկ կա, որ ասում է ամեն ինչ ունի բաժար, միակ բանը, որ չունի բաժար, ինքն է բաժար, անի անբաժար բաժարն է բոլոր բաժարներին։ Այսինքն Աստված ինք անբաժար բաժարն է բոլոր բաժարներին, որովհետև երբ որ բանը գա ինքնստիկյան չգա, ինքնաբերաբար չգա, այլ լինում է մի բաժար, որովհետև այդ գոյություն ունենա։ Ուրեմն դիեզերքի գոյության բաժարը Աստված ինքն է, որ անսկիզբ է Աստված։ Այսինքն Աստված անսկիզբն է, որ սկզբնավորություն տվել է դիեզերքին։ Եվ դրա համար դիեզերքի ղեկավարը ովն է։ Եթե ոչ Աստված, դրա համար շարականի մեջ ասում ենք ղեկավար ջարդարապետ։ Այսինքն Աստված ղեկավար է ջարդարապետ։ Գիտեք ինչի նմանի, երբ որ մարդիկ մի շենք պիտի կառուցեն, գա կառուցաբադողը, գա քարգրողը, գա ձեպողը, բոլորը կան ջարդարապետ չկա։ Անիմաստ է։ Այդ ամբողջականությունը չենք տեսնելու։ Ուրեմն Աստված ասաց, հրամայեց, հաստատեցավ իր խոսքին զորությամբ, խոսքը, որ ունի հոգի եւ կյանք, եւ դրա համար Աստված ինք ղեկավար ջարդարապետ է։ Իսկ երբ որ խոսենք երրորդության մասին, ստեղծագործության պատմության մեջ նաեւ ներկա է Սուրբ երրորդությունը, Աստված ինչով ստեղծեց աշխարհը։ Խոսքով է, բանը, Հիսուս Քրիստոս, իսկ Աստծո հոգին ասում է ջուրերում վրա շրջվում էր։ Այսինքն ադի նախապատրաստական վիճակն էր, որ երկրի վրա նաև ինչը կոյանա, կյանքը կոյանա։ Ուրեմն Սուրբ երրորդության ներկայությունը արդեն գար ստեղծագործության ժամանակ։ Դրա համար որ ասենք Աստված ստեղծել է երկիրը, երևելի եւ աներևույթ խոսքը ինչի վերաբերվում է Սուրբ երրորդության, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Հիմա հարգելիներս, երբ որ նկատի առնենք ստեղծագործության կամ արարչագործության պատմությունը, այստեղ երբ որ խոսում է Աստված առաջին օրը ասաց թող լույս լինի, մեկնիշները ասում են այդ լույսը արեգակը լուսինը աստղերը չէին, այդ լույսը լուսեղեն էակներն էին, հրեշտակները։ Ուրեմն Աստված առաջինը ստեղծեց հրեշտակները, իսկ երբ որ հրեշտակներ չկային, ով գար, Աստված միայն։ Իսկ երբ որ ասում ենք հրեշտակները պարապանում են Աստծուն, լավ Աստծուց առաջ ով էր պարապանում Աստծուն, Աստծո ստորոկելիները, Աստծո ողորմությունը, փառությունը, սերը, մշտնչենական լինելը, այդ աստվածային հատկանիշները եւ ստորոկելիները իրենք էին, որ ծևոմը պարապանում էին Աստծուն։ Հետո հրեշտակները պարապանեցին Աստծուն եւ հետո մարդը կանչվեցավ, որ ինչ լինի, Աստծո անունը փառավորի, բայց միաժամանակ նաեւ ինչ լինի, իշխանությունը ստացավ Աստծուց, չէ՞։ Հաջեցեք, բազմացեք, երկիրը լցրեք եւ չորրորդ ամենակարևորն էր նրա դիրեցեք։ Ուրեմն Աստված մարդուն նվիրական բարդականություն հանձնեց, որ մարդը դիրություն անի, որովհետեւ լինի նաեւ Աստծո
հավատարիմ գործագիցը այն ինչ որ կարողանա օգտագործել բարի նպատակների համար։ Ուրեմն Աստված նախ ստեղծեց հրեշտակները եւ հետո մենք տեսնում ենք թե այստեղ աստիճանական զարգացում կա, հետո յանքը գոյացավ այս աշխարհում եւ հետո մարդը ստեղծվեցավ Աստծո, ինչ ասում է Աստվածաշունչը, Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Մարդու համար ասվում է մարդը ստեղծագործության թակը եւ մսակումն է, որովհետեւ տեսնում ենք աստիճանական զարգացում ստեղծագործության ժամանակ առաջ բուսական աշխարհը, հետո կենդանական աշխարհը եւ հետո մարդը, ոնց որ Աստվածաշունչը լրելիան երկով ասում է ամեն ինչ դրվեց որու համար, մարդու համար, որպեսզի մարդը ամեն ինչ օգտագործի Աստծո բարքի համար, երախտաբարդ լինելով Աստծուն, լինելով նաեւ իմաստուն տնտեսման, որպեսզի կարողանա նաեւ յանքը կառավարել Աստծո կամքի եւ Աստծո շնորհի համապատասխան։ Ուրեմն ծննդոց գիրքը մեզ մանրամասնություն չի տալիս, բայց մեզի տալիս է հստակ պատկանը, հաստատ ճշմարտությունը, որ Աստված ինքն է հեղինակը ստեղծագործության։ Եվ դրա համար, երբ որ նայենք ստեղծագործության, հիշում ենք Աստծո գործը, եւ երբ հիշում ենք Աստծո խոսքը, հիշում ենք Քրիստոսի խոսքը, ասում է հայրս մինչև հիմա կգործե, ես ալ կգործեմ։ Իսկ առաջին 4 օրվա ժամանակ, այդտեղ ժամանակի հասկացությունը մեր հասկացած ժամանակը չէ, որովհետև 4-րդ օրն էր, որ երկնքի լուսադուները ստեղծվեցան, չէ, ասում է 4-րդ օրը, ուրեմն կարդանք մի բաժին, 14-րդ համարից կարանք կարդալ, Աստված ասավ, թող լուսադուներ լինեն երկնքի տարածության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը։ Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան դարվա եղանակները, դոնական օրերն ու տարիները, թող լինեն ցակեն երկնքի տարածության մեջ երկիրը լուսավորելու համար եւ այդպես եղավ։ Ուրեմն Աստված ստեղծեց երկու մեծ լուսադուներ, մեծ լուսադուն ցերեկ նիշխելու, իսկ փոքր լուսադուն գիշեր նիշխելու, ինչպես նաև աստղերը, Աստված դրանք դրեց երկնքի տարածության մեջ երկիրը լուսավորելու համար, ինչպես նաև ցերեկվա եւ գիշերվա վրա իշխելու եւ լույսն խավար իրարից բաժանելու համար Աստված տեսավ, որ լավ է եւ եղավ երեկո եւ ապա առավոտ օր 4-րդ։ Ուրեմն այդ ժամանակ էր, որ օրվա թրությունը հաստատվեցավ, բայց միջ այդ առաջին 3 օրերի ժամանակը ոչ ոք գիտի, առաջին, երկրորդ, երրորդ օրը ժամանակահատված մնե, բայց որքան ամիսներ, դարիներ չգիտենք, բայց որպեսզի հեղինակը ցույց տա մեզ աստիճանական, տրամաբանական հերթականություն կա, խոսել է օրերի մասին, բայց այդ 3 օրերը մեզ համար հստակ չէ թե քանի օր է, որովհետև Աստվածաշունչի մեջ Պետրոս Արաքյալ ինչ ասում է ընդհանրական նամակի մեջ, Աստծո կով օրը մեկ օրը 1000 տարվա նման է եւ 1000 տարին մեկ օրվա նման է։ Օրինակ, Հիսուս մի հրաշք գործեց, մարդիկ ամբողջ տարին պիտի կարողանային այդ գործը անել, Քրիստոս մի րոպեի մեջ արեց, որ հրաշքը երկու հաց 5 ծուղը։ Եթե մենք հաշվար կանենք ժամի առումով, եթե մեկը պետք է հաց թխե, պետք է նախ ինչն է, սերմանե չէ, պետք է սերմանե, հասկի վերածվի, հունցքի ժամանակը գա, քաղեն, որպես հաց թխեն, սա ինչ կենթատրե, փուլեր, չէ, որոշ ժամանակահատված բան, կոնե ասենք մի տարի, համարյա, ուրեմն Հիսուս ուզում է ասել, ինչ որ դուք մեկ դարվա մեջ փորձում եք անել, ես կարամ մեկ վարյանով անել, դրա համար Աստծո զորությունը անսահման է եւ բادرակի մեջ ասում են, որի վեր է կանս միտս եւս բանս, այսինքն մարդկային մտքի իմացությունից վեր է եւ դրա համար առաջին հրաշքը որ կա ստեղծագործություն է, իսկ հրաշք չի նշանակում մտքի հագասող մի հրաշալի երևույթ, հրաշք նշանակում է մարդկային դրամապանությունից վեր եղող ճշմարտությունը, ուրեմն հրաշքը
ոչ թե մտքի հակառակ է, այլ մտքի սահմաններից վեր եղող մի հրաշալիք մա, որու հեղինակը Աստված ինքն է։ Եվ դրա համար ասացինք, քոնե երբ նայենք ամեն օր երկնքի աստղը, հիշենք, որ Աստված ինչ որ ստեղծել է, որպես գեղեցկություն, որպես բարիք, որպես հրաշալիք, որպեսզի մարդը կարողանա վայելել դիեզերքը իր ամբողջ գեղեցկությամբ։ Եվ դրա համար նաև Քրիստոս տվեց բնությունից օրինակներ, արակների մասին երբ խոսում է Հիսուս, օրինակի համար բաղված մարգարիտը որ գա, երկնքի թռչունները որ գան, Հիսուս ինչ ասաց, նայեք երկնքի թռչուններուն ոչ սերմանում են, ոչ հնձում են և ձեր հայրը գերակրում են։ Ուրեմն երբ ասում են Քրիստոս նայեցեք երկնքի թռչուններին, հրավիրում է, որ ինչ անենք, միայն ստեղծագործությունը չտեսնենք, այլ նաև այդ հոգևոր դասերը քաղելու ունակությունը ունենանք։ Ուրեմն կան մարդիկ, որոնք հավատում են բադահականության, ասում են ինքստինքյան եղել է դիեզերքը, դա դրամապանության հագասող է նույնիսկ, որովհետև ամեն ինչ բանջարի մի հետևանքով է որ լինում է, ինքնաբերաբար բան չկա։ Դրա համար երբ որ գա դիեզերքը, նշանակում է նաև գա դիեզերքի հեղինակը, որ սկզբնաղբյուրն է, թերթաբաժարն է, հեղինակն է այս հրաշալի ստեղծագործության։ Դրա համար վերջերս լսեցի մի թեփը, որ երբեք չի լսել, իմանում եք վստահ Վիկտոր Համբարձումյանի մասին, Աստղակետը, ուրեմն դարիներ առաջ Էջմիածնի Գևորգյան ջեմարանում, երբ որ դասախոսել է իր թեմայի վերաբերյալ որոշ իրական բացահայտումների մասին, երբ որ խոսել է, երջանկայիշատակ Վասկեն Բեաբարի ներկայությամբ, երբ որ ավարտել է իր դասախոսությունը, այսպես Բեաբարի նայելով ասել է այսքան կարամ ասել, սրանից ավել բան չունեմ ասելիք, այսինքն ինք խոստովանել է, որ ինչքան ալ գիտական նվաճումներ լինեն, գիտական բացահայտումներ լինեն, դրանք հավանաբար 1000-ից 1 է կամ 2 է, այսինքն մի խոսքով այս մեծ գիտնականը, որ հմուտ եւ իր ասպարեզի մեջ մասնակցած էր, ինք եւս խոստովանում է, որ մարդկային իմաստությունը, գիտությունը համեմատած Աստծո անսահման գիտության մնում է չափավոր եւ սահմանափակ։ Ուրեմն երբեմն մարդիկ եթե մերժում են, որ Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը, նաեւ այդ բաժաններից մեկը հավանաբար մեծամտություն է, որովհետեւ մեծամիտ մարդը չի ընդունում Աստծո գործի մեծությունը, ընդհակառակը մեծամիտը փորձում է իր անձը աստվածացնել, ինչ որ արդեն գործնական անհավատություն է, ինչ որ առաջին մեղքի պատճառն էր, չէ՞, մարդու երբ որ ասաց այդ խաբեբա օձը չար սատանան, որ ինչ ասաց, որ եթե ուտեք լինեք աստվածներու նման։ Ուրեմն ստեղծագործության պատմությունը այնքան հրաշալի է, որ մենք կարող ենք Աստծո փառք տալ շատ բաների համար, բայց գոնե ամեն օր, երբ որ ասենք փառք ես Աստված, փառք ես Խաղաղ ամենանիներ, փառք ես, եկեք այդ փաղաքից բացենք եւ այդ փաղաքիցի մեջ ասենք փառք ինչի համար։ Նայր քո մարմնի կառուցվածքի, քո աչքերի, քո ցերկերի, զարմանալի է, չէ՞։ Նույն ցերկերն են, տարբերվում է մատնահետքերը, ով է հեղինակը։ Դեր Աստված, դրա համար Սամոսի մեջ ինչ ասում է, մորս արքանտենից քեզի արեցա, ծնելուց իսկ առաջ դու ես իմ Աստվածը։ Ուրեմն տեսեք, նույնիսկ թռչունները, թռչնասկիների մեջ ամեն մի թռչուն ունի իր գույնը, փեդուրից եւ ցայնի դարբերությունը, կամ թիթեռնիկը, որ նայում ես այդ քեղեցիկ թիթեռնիկը, որ թռնում է, թռչում է, ուրեմն կտեսնենք, որ Աստծո գործը իսկապես հրաշալի է եւ Աստված տվել է, որպեսզի մարդու արիք տա, որ մարդը ինչ անի, Աստծո փառք տա։ Եվ դրա համար որ ասում ենք փառք Աստծուն, Երանի կոնե ժամանակ առ ժամանակ փորձենք այդ փառքիցի մեջ նոր բառեր ավելացնել, որ
Ազո, ասենք մասնավորապես փառք ստեղծագործության, նաև մարդու, որովհետև ստեղծագործության ժամանակ ասված մարդու բադվել չէ, ինչ ասացին քիչ առաջ, մարդը ստեղծվեց Աստծո պատկերով եւ նմանությամբ, եւ այդ պատկեր եւ նմանությունը ինչն է օրինակի համար ցկտումը արդարության, մարդու ցկտումը բարության, մարդու խղճի բորտկումը արդար ընտրզումը իդես անարդարության, մարդու բանականությունը, մարդու անմահ հոգին, որովհետև այս բոլորը Աստված ունի, Աստված կատարյալ արդար է, անփոփոխ սուրբ է, ճշմարիտ բառին է, եւ Աստված այդ հատկանիշներից տվեց նաև որու մարդու տվեց, որովհետեւ կարողանա որպես կյանքի մշտական սկզբում ունենալ ցկտումը բարության, արդարության, ճշմարտության եւ դրա մասին Պողոս Արաքյալ ունի անդրադարձ Եփեսացիների նամակի 4-րդ գլխի մեջ, երբ որ Արաքյալը ասում է հետեւյալը. ինչ որ պատկերի երբարանքի նմանության հետ գապ ունի, ուրեմն Արաքյալը ասում է հետեւյալը. հանեք ձեր վրայից հին ընթացք ունեցող մարդուն, որ ավագանված էր խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք եւ նոր մարդուն հագեք, որ Աստուծո պատկերի համաձայն է ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ, որ արդարությունից է։ Ուրեմն տեսեք, 3 բառեր հիշում է, ասում է ապրեք նոր, եղեք նոր մարդ, Աստծո պատկերի համաձայն ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ, որ արդարությունից է։ Ուրեմն մարդը սկզբնական վիճակի մեջ նախքան մեղանչելը ինչպիսի վիճակի մեջ էր։ Ճշմարիտ, արդար եւ սուրբ։ Արդար, սուրբ եւ ճշմարիտ։ Հենց որ մեղքը մուտք գործեց, մարդու մեջ խախտում եղավ։ Մարդը սկսեց վախենալ Աստծուց, չնայած որ մտերմիկ էր, քանի մեղք չկար, չնայած որ գաբը հոգի առազատ էր, հենց որ մեղքը մուտք տապանցեց, Աստծո ստեղծագործության տակ եղող մարդը սկսեց Աստծուց խուսափել, խուսափողական պատասխանվել, վախենալ, խաղաղություն չզգալ, որովհետև խաղաղությունը արդարության բդուներից է։ Ուրեմն կտեսնենք, որ մարդը, որ վայելում էր Աստծո ներկայությունը դրախտային երանական վիճակի մեջ, մեղքի հետևանքով ապրեցավ ողբերգություն։ Եվ այդ դրախտային երանական վիճակը մարդու համար եղավ ողբերգություն իր իսկ ընտրությունից, որովհետև մարդը նաև ինչ ունի։ Դրա համար է, որ ասում ենք, Աստված մարդը ստեղծել է երբարանքով եւ նմանությամբ։ Մարդուն Աստված մարդու ինչ տվել է։ Ազատ կամք։ Մարդը կարող է ընտրել, չէ՞։ Եթե ազատություն չլիներ, չկար ընտրություն։ Եթե ազատություն չլիներ, չկար զարգացման ընթացք։ Եվ եթե ազատություն չլիներ, բոլոր մարդիկը նույն մագարտակի վրա պիտի մնային։ Հետևաբար ստեղծագործության մասին շատ ասելիքներ կան, ուզում եմ ժամանակը խնայել եւ արի տալ ցես, որովհետեւ եթե երբեք այս թեմայի մասին եթե կան հարցեր, Աստծո կամքով եւ շնորհքով պատրաստ եմ լսելու։ Ուրեմն երբ որ աղոթում ենք, ասենք, բար Տեր ու հրաշալի ստեղծագործությանը համար, որովհետեւ միշտ այդ Աստծո ստեղծագործությունները վայելելով մեր կյանքում զգանք կողոնակություն, երախտագիտություն եւ երբ ասում ենք շնորհակալ ենք ով Աստված, հիշենք այդ բոլոր ստեղծագործության բարիքները, որը հեղինակը Աստված ինքն է։ Աստված օրհնի ձեզ, մնաք ողջ առողջ։